Եվ ես ուրախ եմ, որ այսօր մենք կարող ենք մի քիչ զրուցել ձեր անցած ճանապարհից երներս։ Ես մտածում եմ մարդկանց համար շատ հետաքրքիր կլինի իմանալ, ինչպես պատահեց դա, որ հանկարծ դուք ձեր կյանքում հանդիպեցիք Աստծուն ու Աստված կանչեց ձեզ։ Ոնց եղավ դա, միանգամից ամուսիններով այդպես եկաք Տիրոջը ու Հիսուսը ոնց որ հանդիպեց ձեր կյանքում, թե ավելի սենց զարգացումներ եղավ այդ ճանապարհին։ Արմինե ջան, միգուցե խնդրեմ քեզ դու սկսես։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հովիվ ջան այս հնարավորության համար, որ մեզ համար իրապես մեծ պատիվ է լինելու այստեղ ու կիսվելու մեր վկայության խոսքով Փառք Հիսուսին այս հրաշալի հնարավորության համար։ Մեր պատմությունը հետաքրքիր մի այսպիսի պատմություն է։ Տարիներ առաջ ես Աստծուն չէի ճանաչում։ Ամուսինս զգացմունք ուներ իմ հանդեպ, բայց ես այդ նույն զգացմունքը չէի տածում իր հանդեպ։ Ինքն էլ ամեն բան անում էր, որպեսզի գրավեր իմ ուշադրությունը, ու այդ այնքան շատ էր, որ ինձ նյարդայնացնում էր։ Ու ստացվեց այնպես, ես հիմա եմ ասում, այն ժամանակ ասում էի պատահական եղավ, հիմա եմ հասկանում, որ մեր կյանքում ոչ մի բան պատահական չի լինում։ Աստված ի սկզբանե ամեն բան որոշում է ու այդպես գեղեցիկ բերում է։ Մորաքույրս հավատացյալ է, իրենք բնակվում էին այն ժամանակ Մոսկվայում, հիմա էլ։ Երբ որ եկավ Հայաստան, ես պատմեցի Արոյի մասին, ասի մի տղա կա, այսպես ինձ հանգիստ չի թողնում, ես չգիտեմ ոնց վարվեմ իր հետ։ Ու մորաքույրս մի խորհուրդ տվեց, ասեց աղոթի, ասա Տեր ջան, եթե քո կամքն է, սեր դիր իմ սրտի մեջ, եթե չէ, հեռացրա իմ ճանապարհից։ Ես այդպես վերցրեցի, Աստծուն չէի ճանաչում, ու այնքան անմեղ հավատքով, սենց սրտով, բայց սպասում էի, որ գիշեր լիներ, որտեվ գիտեի, որ Աստված մենակ գիշերն է լսում։ Հենց մութը ընկնում էր, ես սկսում էի այդ նույն բառերով էի ասում, որտեղ մտածում էի, եթե մի բան սխալ ասեմ, Աստված չի լսի ինձ, որտեղ չէի ճանաչում, գիտություն չունեի։ Ու սկսեցի այդպես աղոթել մորքուրիս խորհրդով։ Ու մի կարճ ժամանակ հետո, երբ որ ասում էին ֆուտբոլ, մի տեսակ ներսս մի բան տակնը վրա էր լինում, բայց ես խելքով հասկանում էի, որ ես ինչ է իմ հետ կատարվում, ինձ ինչ ֆուտբոլում, ինչ կլինի, ոնց կլինի, մի խոսքով։ Այդպես այդ զգացմունքը առաջացավ իմ մեջ ու անցավ մի կարճ ժամանակ մեր հարաբերությունները օրինականացվեց։ Մենք նշանվեցինք, ես պատմեցի Արոյին Աստծու մասին։ Հետաքրքիրն այն էր, որ ինքը չըմբոստացավ, հակառակը, մի հատ sense լավ ապրում ունեցավ, որ շատ լավ է, անպայման կգնանք եկեղեցի։ Հետո ամուսնացանք իրար հետ էինք գնում եկեղեցի, բայց Արոն ասեց ոչ մեկին չասես, ծածուկ կպահես։ Երբ որ այդ հարցը մի քիչ տարօրինակ ինձ թվաց ինչու, բայց ամուսնությունից հետո ես այսպիսի մի հարց սկսեցի ինձ տալ. Աստված ջան, արդյոք ես ճիշտ եմ հասկացել քո կամքը, որտեվ հայտնվել էի մի այնպիսի ընտանիքում, որտեղ բոլորը անհավատ էին։ Դե համար այդ հարցը իմ մոտ բարձրացել էր։ Ես ճիշտ եմ հասկացել, Տեր ջան, սա իրապես քո կամքն է։ Աստված սիրում է քեզ թե ոչ, հա։ Այո, որտեվ շատ դժվար էր, միայն Արոն էր իմ կողմից։ Հետաքրքիր sense ապրումներ ունեի ես։ Ասուն չէին հավատում այդ ընտանիքում, ավելին ասեմ։ Հովիվ Արտյոմն էլ ինձ ծաղրում էր։ Ես իրեն խոստացել եմ այսօր շատ փակագծեր չբացել, դուք այդպես հասկացեք, էլ ոնց կարող էր ինձ ծաղրել։ Ու քանի որ Արոն ինքը սպորտսմեն էր ու հաճախակի էր երկրից բացակայում, հետևաբար եթե ես ինչ-որ միտեղ պիտի գնայի, Արտյոմն էր ինձ տանում ու բերում։ Սկեսուրիս ասում էի, մամ, ուզում եմ գնամ եկեղեցի, ասում էր, հա, բալես գնա, բայց Արտյոմը կտանի քեզ։ Դե ոչ եմ ասի, ուր տանի, բայց չեմ էլ ուզում, որ Արտյոմ իմանա ես ուր եմ գնում։ Ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ Արտյոմը ինձ տանում էր եկեղեցի, բայց օրերից մի օր ինձ չէր հարցնում։ Բա դու ես ուր ես գնում, բա ասում ես եկեղեցի է, իսկան ժամ դու ինչ ես անում, որտեվ հասկանում եք, չէ՞ որ ծառայությունը բավականին երկար է տևում, երբ որ ես վերջացնում էի, զանգում էի, ասում էի վերջացրել եմ, արի, գալիս էր ու ինձ տուն էր բերում։ Ու տենց տարիներ, մի օրից մի օր ինձ չէր հարցնում, ես էսենց երջանի գնում ու գալիս էի։ Բայց այն որ ասում են մի օր, հանկարծ մի օր, ծառայությունը վերջացավ, զանգեցի, ասեցի Արտյոմ, վերջացրել եմ, արի։ Ասեց գալիս եմ։ Նենց լավ փառաբանություն էր վերջում։ Նենց լավ փառաբանություն, ասի լավ, մինչև կհասնի, փառաբանեմ նոր դուրս կգամ։ Փառաբանեցի դուրս եկա, նայում եմ Արտյոմը չկա։ Ման եմ գալիս չկա։ Զանգում եմ, ասում եմ Արտյոմ, ուր ես։ Ասում է ես ներսն եմ, դու ուր ես։ Ու ես ասում եմ Աստված ջան, հիմա ես իրան ոնց բացատրեմ, ես ուր եմ եկել։ Նստեցինք ամբողջ ճանապարհին, ոչ Արտյոմը խոսեց, ոչ ես։ Մենակ ասում էի Աստված ջան, ինձ օգնի։ Մտածում էի կգնա հեսա, սկեսուրիս կպատմի, մի մեծ պատմություն կլինի, բայց ոչ մի բան, ոչ ինքը խոսեց, ոչ ես։ Հետո հաջորդ օրն էր, ինձ կանչեց Արտյոմը, ասեց. Արմինե, դու այդ որ գնում ես, այդտեղ փողով, հա։
Ասեց, չէ, ինչի Արտյոմ, ասեց, ես կարամ գամ։ Ասի դու ոչ ես կարող ես։ Ու մենք իրար հետ գնացինք եկեղեցի։ Գնացինք եկեղեցի առաջին անգամ, ազնիվ խոսք, ես այդ եկեղեցու ժամանակ ծառայությունից ոչինչ չհասկացա։ Մենակ լարված ասում էի Աստված ջան, կպի Արտյոմին, որ հավանի, որ դուրը գա, որ չասի այսօր ես ինձ բերե, խնդրում եմ կպի Արտյոմին։ Երբ որ ծառայությունը վերջացավ, ասում եմ, հեն Արտյոմ, ցած, բայց լավ տեղ է, կգամ, էլի կգամ։ Ու ես վստահ ասում եմ ձեզ, այդ օրվանից մինչև այսօր չի եղել օր, որ ինքը եկեղեցում չլինի, փառք Հիսուսին։ Հիմա ամեն մեկը կանդրադառնա իր ամասով, բայց ես ուզում եմ մի փոքր շեշտադրում այստեղ անեմ ու իրեն կշարունակեն։ Ես իմ մտածելակերպով, իմ հասկացողությունով, իմ աչքի տեսածով Անին էի սենց վերցրել, ասում էի Անի հետ աշխատանք կտանեմ, Անի հետ Աստծո խոսքը խոսեմ, Անին կկայանա Աստծուն կճանաչի, հետո էլ կաղոթի Արտյոմը կգա, որովհետև բացառվում էր, որ Արտյոմը գար, դա անհնարին բան էր, ես այդքան հավատք չունեի։ Բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ իսկապես Աստծո գործերը անքննելի են։ Այնտեղ որտեղ մենք ասում ենք անհնարին է, բացառվում է, մեր մարդկային տրամաբանությունը ուրիշ ձև է տրամաբանում, Տերը հենց տեղ ասում է, չէ, ես հենց այդ անհնարին կողմով կգամ։ Ու ինքը հենց Արտյոմին այցելություն արեց, ու հենց Արտյոմից սկսվեց իրանց ընտանիքի պատմությունը։ Ու այնքան հետաքրքիր է, որ ես սենց մի հատ ապրում ունեմ, ինչու շեշտեցի սկզբից, որ ծաղրում էր ինձ, դա ուղղակիորեն չասացի, ասացի, որ Տիրոջ փառքը մեծ երևա, որ այն ծաղրող Արտյոմ այսօր հովիվ Արտյոմն է, լցված Տիրոջ զորությունով, Տիրոջ խոսքով, ու ինքը Դավթի նման է, ինքը ամեն բան անում է, որ Տիրոջ սրտի համեմատ մարդ լինի, ու ես իրապես Աստծուն փառք եմ տալիս։ Շատ լավ է, մենք հրաշքներ ենք ունենում, բժշկություն, ազատագրում, չգիտեմ, տուն, ավտո, ամեն մեկիս կարիքները, բայց ինձ համար ամենամեծ հրաշքը դա Աստծու մարդու փոխվելն է։ Ու այսօր ես Աստծուն իրապես փառք եմ տալիս, որ իմ տեքրը հովիվ Արտյոմ այսօր Տիրոջ զորավորն է։ Փառք Հիսուսին դրա համար։ Արտյոմ ջան, քեզանով պետքա շարունակվի այս պատմությունը, որովհետև մենք ուզում ենք մի քիչ շերտերը բացենք այս պատմության։ Ինչ զգացողություն ունեցար այդ օրը, որ առաջին անգամ ըստ էության այդքան տարի դու եկել էիր եկեղեցու դռան մոտ, Արմինեն իջացրել էիր եւ այլն, բայց օրերից մի օր դու որոշեցիր մտնես ներս։ Հետո ինչ տեղի ունեցավ։ Ճիշտն ասած, որ ասում ծաղրում էի, իմ մոտ հավատացյալ sense բառը, sense ասոցացվել էր, որ հավատացյալը պետք է լինի խեղճ կրակ, sense տկար ինչ-որ խելոք մարդ։ Ոչ հարգանքի արդ։ Հա, ոչ հարգանքի ու տենց էր իմ մոտ ու ես ասում եի կյանքում ինչի՞ սա պետք ես դառնամ հավատացյալ ու հավատացյալներին ծաղրեի առնում, որ տենց էր իմ մոտ պատկերացումը ու ես մեծ հարգանք ունեմ եւ եղբորս հանդեպ եւ հարսի, բայց իրանք ինձանից թաքցնում էին, չգիտես ինչի, որ ես հենց իրանց ծաղր չանեմ ու տենց չար կատակներ չանեմ իրանց հետ։ Բայց իմ ամենասկզբից վերադառնամ, հետո Անին կլրացնի ինձ, որ մենք ամուսնացել ենք, ես իմ ընկերներին շատ էի սիրում ու փողոցը շատ էի սիրում, ընկերներին շրջապատ, այս վերջի բանը ինձ էր վերաբերվում էլի, որ սա այդ ամեն ինչը խլում է քո ընտանիքից, ես բոլոր ժամանակս տալիս էի ընկերներիս ու դա դուր չէր գալի եւ իմ կնոջը եւ իմ մորը, ես էդի լավ իմանալով Թեպետ ես կարա գիշերները շատ ուշ գայի, տենայի կինս հղի մի քիչ արդեն լացել է ինձ սպասելով, մամաս չի քնել, այդքան լավ իմանալով գալիս էի ասում էի, բայց ես շատ վատ եմ ինձ պահում, բայց չէի կարող փոխվեի։ Մի օր Արմինեն կիսատ ասեց, չես ուզում կյանքդ փոխես, ասի ուզում եմ ճիշտն ասած, բայց էլ Աստծո չի խոսացել։ Տենց հերվից գալիս է, ասում բայց չեմ կարող։ Ամեն գիշեր գալիս եմ տենում եմ իմ պատճառով կինս ու մաման ոնց է տանջվում, առավոտ որոշում եմ կայացնում, որ այսպես բան չեմ անի, առավոտ ընկերների ձանկը գալիս է, նորից էլի նույն տղեն եմ դառնում։ Ու այտենց այդ ամեն ինչից հետ մեկտեղ, երբ որ ես մի օր որոշեցի, ասեցի, լավ, ես պիտի փոխվեմ, բայց ձևը չգիտեի։ Մի օր երևի Անին ինձանից էլի տենց նեղված, կուխնյայում նստած էին, մտա ներս Արմինեն Անին քարոզում էր, Հիսուս բառը լսեցի։ Ասի ինչ ասեցի, ես խառնվավ իրար, ոչ մի բան, ասի չէ դու նոր անուն տվեցիր, ինչ անուն տվեցիր։ Բայց չէ, ոչ մի բան, ասի չէ դու նոր անուն տվեցիր, այդ անունը նորից ասա։ Ասեց Հիսուսի մասին եմ պատմում Անին ու այդտեղից է սկսել, ասի ինձ էլ պիքշ պատմի։ Հետո ասեց, որ Հիսուսը կարա փոխի քո կյանքը, մի քիչ բաներ ներկայացնում հովիվներն ասում էր, մարդիկ կան Աստծուն լսում են, Աստված իրանց հետ խոսում, ասում է աղջի ջան, ինչ ստից խոսում, ոնց կարա մարդ Աստծուն լսի կամ Աստված մարդու հետ ոնց խոսա, ասեց արի եկեղեցի կտենաս։ Այդտեղից է սկսել, մնացածը թող Անին ասի, որտեղ սա շարունակություն է։ Անի ջան, պիտի հաջորդ էտապը դու պատմես։ Ես ապաշխարել եմ 2009 թվականին, երբ որ ծնվեց մեր տղան։
Երեխան ծնվեց խնդրով, բայց այն որ փառքաստուն ամեն ինչ հետո կպատմեմ ոնց ստացվեց։ Ես հավատացյալ ընտանիքում չեմ մեծացել, չեմ լսել երբևէ ծնողներս խոսեն, պատմեն Քրիստոսի մասին, բայց երբ որ 14 տարեկան էի, հասկացա, որ Աստված կա, որ լսում է մեզ, ու աղոթում էի, ամեն երեկո աղոթում էի, հայրմերն էի ասում, կտակարան ունեի, կարդում էի, իհարկե ոչինչ չէի հասկանում։ Այդպես 18 տարեկան երբ որ լրացավ, ծանոթացա Արտյոմի հետ, ինքը եղբորս ընկերն էր, սիրահարվեցինք, բավականին երկար ժամանակ նշանված մնացինք, գիտեք դժվար էր իր հետ, շատ բարդ բնավորություն ուներ։ Շատ ինքնասեր։ Մենք հիմա իհարկե դա չենք պատկերացնում Անի ջան, բայց հավատում ենք քո խոսքերին։ Տենց էլ մտածում էի, բայց իրականում շատ դժվար էր։ Ինքնասածի, ամեն ինչ ինքն էր որոշում, արգելում էր ամեն ինչ, ու ես է թաքցնում էի ծնողներից, որովհետև արդեն ընտրել էի, նշանվել էինք, հետդարձի ճանապարհ չկար, ու մտածում էի սենց հոգուս խորքում, որ ամուսնանան կփոխվի։ Ամուսնացանք, ոչինչ չփոխվեց, ասեմ ավելի դժվարացավ, դե պատմեց, սիրում էր ընկերական շրջապատը, կարծում եմ ցանկացած կին կհասկանա ինձ, որովհետև դժվար էր այդպես։ Նույնիսկ երեխան չփոխեց։ Երեխան ծնվել էր մեր առաջնեկը, գլխին մեծ գեմատոմա կար ու բժիշկները ասել էին, որ պիտի վիրահատվի երեխան, ու սպասում էինք, որ 40 քլրանա, տանենք վիրահատության, ու նույնիսկ այդ չէր փոխում։ Անընդհատ լացում էր, ինքը վերցնում էր իր անկողինը, գնում էր ուրիշ սենյակում էր քնում, այն որ այսպեսին էլի, բայց հետո մի օր Արմինեն պատմեց, խոսակցություն խոհանոցում նստած էինք, խոսեց Հիսուսի մասին, ես դրա կարիքը շատ ունեի, լսեցի ու այնպես ստացվեց, որ Արմինեն ինձ էր քարոզում, բայց Աստված Արտյոմի սրտին կպավ։ Այդպես Արտյոմը սկսեց գնալ եկեղեցի, ծառայություններ էր գնում, խմբակներ էր գնում, ու գիտեք ամենաուրախալին որն էր, որ ամեն անգամ նոր Արտյոմ էի տեսնում, ամեն գալուց փոխված, ու այդ ինչ շատ էր ուրախացնում, մտածում էի երազ չլինի, որ արթնանամ նորից են հետ վերադառնային անցյալը, ու այդպես մի օր եկավ ասեց կուզես դու էլ գաս, դե քանի որ Անի մտածում եմ դու այդ ժամանակ Աստծուն ավելի սիրեցիր, չէ՞ որ իհարկե Արտյոմին սկսում էր փոխել։ Ամեն երեկո պարկում էի թաց աչքերով ու հարց էի տալիս Աստծուն։ Իհարկե չգիտեի Աստված, գիտեի Աստված կա, լսում ա, ասում էի Աստված իմ, կլինի մի օր, որ ես չանհանգստանամ, չմտածեմ ուր գնաս, երբ եկավ, կլինի մի օր, որ ես չոր աչքերով պարկեմ քնելու ու փառք Աստծուն, եկավ այդ օր Արտյոմ ասեց կուզես դու էլ գաս, ասեցի հա իհարկե կուզեմ, նամանավանդ որ խնդիր կար։ Երեխային սպասում էինք, որ 40 քլրանա տանեին վիրահատության, որովհետև գլխինը շատ մեծ էր ու բժիշկները ասել էին, եթե փոքր լինի ինքը կներծծվի, բայց այնքան մեծ էր, որ պիտի վիրահատվեր։ Ու այսպես եկանք եկեղեցի Էմանուել եկեղեցում, ապաշխարեցի, աղոթեցին, ասեցին ինչի համար կուզեք, դե պարզա երեխայի համար խնդրեցի, աղոթեցին, եկանք տուն։ Այդ ժամանակ մեր տանը վերանորոգում էր, մի քանի օրով տեղափոխվել է իմ հայրական տուն, պիտի լողացնեինք, հենց հիշում եմ 40-ի օրն էր երեխայի, երբ որ եղբորս կինը բարուրը բացեց, ես գնացի, որ շորերը բերեմ երեխայի, մեկ էլ ուժեղ գոռաց, որ գոռաց մտածեցի երեխային գցեց, ինչ եղավ, իմ անունն էր գոռում, մտա սենյակ, բացել էր գլուխը ու նայում այնց, ասում անի չկա, ասում եմ ինչը չկա, գլխի այդ ուռուցքը գնացել էր, ամբողջությամբ ներծծվել էր, ու գիտեք, ես գիտեի, որ աղոթել էինք, բայց չէի պատկերացնում, որ կարա սենց Աստված միանգամից հրաշքանի ու այդ դարձավ, այն որ կպա Աստծուն հավատացի, գիտեք, այն որ ասում Աստծու խոսքում ասում է, պիտի հավատաս, որ տեսնես, իմ մոտ մի փոքր հակառակ եղավ, տեսա ու հավատացի, այդ օրվանից սկսեցինք պարտադիր գալ խմբակներ, աղոթքախմբեր, ամեն ինչին մասնակցում էինք, այսպես եղավ, ու ես մի բան եմ միշտ ասում, սա էլ ասեմ, որ եթե ինչ-որ մեկը երբևիցե ասի, որ Աստված չկա կամ փորձի ինձ հետ համոզել, իրականում նայում եմ անցյալ, նայում եմ ամուսնուս ու դրանով ամեն ինչ ասվում է։ Փառք Աստծուն։ Այո, մարդու փոխված կյանքը ամենամեծ վկայությունն է Աստծո գոյության։ Արտյոմ, դու ինչ-որ մի բան կավելացնես այս առումով։ Ինչպես հետո ձեր առաջին քայլերը արեցիք։ Դժվար էր, հեշտ էր, տանը մանավանդ ես գիտեմ, որ ծնողներդ չէին բարեհաճում այդքան հավատքը, եկեղեցի գնալ եւ այլն։ Դե ոնց որ Անին ասեց, մենք էլ հավատացյալ ընտանիքում չենք ծնվել, մեծացել, ազգի մեջ էլ հավատացյալ չկար։ Մեր պապական ազգը մեծ է,
Ատենց մեկը չի եղել որ լսենք ու ոնց որ ես ասած ես հավատացյալներին ծաղրող եմ եղել, հայրս էլ նույն կերպ ու մնացած բոլոր իմ շրջապատը, ու հիմա ես մի հատ բան եմ ասում, ես դարել եմ մեկը, ու հիմա բոլորը մտածել են ոնց որ ես էլ եմ մտածել։ Ու հիմա այն վաղ ամոթ էր, բայց հիմա չեմ ամաչի։ Մի տարի ավել թաքուն եմ պահել որ հավատացյալ եմ, դաժե 9 ամսյա բան Աստվածաշնչյան դպրոցն ենք սովորել, մենակ անին իմացավ, Աստվածը տենց պահում էր, բայց ամեն օր գիտակցում որ ճիշտ չի մարածը, ամեն օր աղոթում էի Աստված ջան, լավ չի որ ես ամաչում եմ, խնդրում եմ ես ամոթը վերցրա ինձնից, հետո արդեն բումը սկսվեց, տնեցիներն իմացան, ընկերները, բոլորը ինչպես միշտ որ իրանց ճակերտավոր ճիշտով ուզում են հետ պահեն իմ սխալ ճանապարհից ինձ, մի խոսքով, բայց լավ էր Աստված ունենց խորներ գցե իր արմատները մեր սրտի մեջ ու Աստված ունենց հրաշալի ձևով մեզ կպել էր, որ ոչ մի հալածանք, ոչ մի տենց ընկերական շրջապատ, ոչ մի հալածանք ծնողների կողմից միջև իսկ հայրս ասում էր դե տնից գհելնես դուրս, դե գնա թող քո Աստված էլ քեզ պահի, բայց որ Աստված պահել է, պահում է ու միշտ էլ պահել է, ուզում ասեմ փառք Աստծուն, որ իր ողորմությունը այնքան մեծ էր մեզ, մեր հանդեպ, որ իր ասեն այնքան խորը գցեց մեր սրտերի մեջ, որ այդ հալածանքները կարացանք շատ դժվարությամբ իմ հովիվը խաչիկն ա եղել ու ինքը կվկայի, որ շատ դժվար էր իմ համար այդ ծանր խոսքերը հորս կողմից լսել, որովհետև ես հորս հետ եղել եմ շատ լավ ընկեր, միջև հոգևոր թեմաների հետ առնչվել է ու իր խոսքերից շատ էր ցավացնում, բայց Աստված օգնում էր դուրս էին գալի ամեն անգամ։ Շատ լավ։ Արո ջան, կուզեմ մի փոքր էլ դու քո զգացողությունները, քո վերապրումները մի քիչ կիսվես մեզ հետ, որ նոր արդեն սկսել էիր եկեղեցի գալ, դու գիտես կինդ հավատացյալ Արմինեն, դու էլ ես արդեն սկսել եկեղեցի գալ, քո համար դժվար չէր նույն այդ ընկերական շրջապատ, ֆուտբոլ, որով որ դու զբաղվում ես, քո տարերքն է այդ ամեն ինչը ու մեկ էլ Աստված քո կյանքում։ Ճիշտ ասած, ես որ Արմինեն ինձ ասեց ես եկեղեցի եմ գնում, գնանք իրար հետ, ասեցի գնանք, ես չեմ խոչում դոտել, ոչ մի բան չեմ ասել իրան արգելել, գնացել ենք ու ես սենց ասեմ, ով որ գիտություն չունեի, Աստծու մասին ինչ-որ բան էր խոսում, ես ասում էի խելոք պահեք, ձեզ գլուխներդ կջարդեմ, ով որ Աստծու մասին ինչ-որ բան էր ասում, նու հակառակ, ես ասում եմ իմ հետ պրոբլեմ կունենաք։ Չէ, ու ես ուրախ սրտով ու միասին ծառայել ենք Աստծուն ու մինչ օրս ծառայում ենք ու իմ երեխաներն էլ մինչ օրս մեր հետ են ծառայում են, Աստծու մեջ ենք ու շատ ուրախ ենք դրա համար։ Արդյոք մի հարց էլ քեզ տամ ֆուտբոլի հետ կապված։ Եղել է ժամանակ, որ ոնց որ սրտումը ստացել ես, որ պետքա թողնես ֆուտբոլը, բայց դա քո համար շատ դժվար որոշում է եղել։ Բայց դու վստահ ես, որ Աստված ասում քեզ։ Մի քիչ կպատնես այդ ժամանակ ոնց է իր անցնում այդ ամեն ինչով։ Ուրեմն մենք որ խմբակ էինք հաճախում, մենք մեզ բոլորս մի խմբակից ենք, մեծ խմբակ էր մեր խմբակը ու այն ժամանակ դե մտածում ենք, որ Աստված մենակ հովիվների կամ ավակների հետ է կարում խոսամ, մեզի ոչ լսում է, ոչ էլ մենք ենք կարում իրանց հետ խոսենք, դե որ միշտ խնդրում ենք, ասում ենք աղոթեք մեր համար, տեսեք ինչ ասում, դուք մեզ փոխանցեք ու ավակները, մեր ավակը սենց հերթով մեր համար աղոթելով գնում էր, Արմինեին ասեց, որ Աստված քեզ կանչմա ծառայության ու ին վրա էլ դրեց ձեռքը, ասեց Աստված քեզ կանչմա ծառայության, ասեցի ասա չի գալի։ Հա, բայց ես դի չեմ ծառայել, ոչ էլ ձեռ եմ առել, Աստծո առաջ եմ ասում, ես ասում եի չեմ գալիս, ես ֆուտբոլ եմ խաղում, ուր կամ ծառայելու, ասի ժամանակը չի։ Երբ որ ֆուտբոլի կարիերան կվերջացնեմ, այդ ժամանակ կգամ, այդ ժամանակ բայց չի ես, բայց Աստծո կանչը միշտ ներսից զգացել եմ ու դա հանգիստ չէր տալի ինձ։ Հա, խաղաղություն չունեի ու հենց որոշում էի ասում էի Աստված ջան, լավ կգամ քեզ կծառայեմ, խաղաղություն էր գալի, երկինքը բացվում էր, սիրտս ուրախանում էր, բայց մեկ էլ ասում էի լավ, դե ինչ ծառայեմ, բա ֆուտբոլը։ Այն որ հաստատ գիտեմ, որ Աստված կանչմա ծառայության, բայց հենց Աստծուն ուզում եմ փակուղի դնեմ, ասում եմ դե նայ Աստված ջան, եթե էսի հստակ դու ես որ ուզում ես ես ծառայեմ քեզ, հիմա գնալու եմ իմ մարզիչի մոտ, իմ մարզիչն էլ աշխարհի կա։ Եթե ինքը ասեց սենց, ուրեմն ես կհավատամ որ դու ես։ Եթե չէ, ուրեմն իմ ավակը դու անհնարին բան էի։ Այդպես բան չկա, որ չգիտեմ, դա անհնարի հրաշք է, որ Աստված այդ մարդու միջոցով էլ խոսած է։ Ու սենց մտածում եմ, եթե այդպես կլինի, ես կհամարեմ որ դու ես։ Եթե չէ, ուրեմն իմ ավակը ուզում եմ որ ես ծառայեմ, էլի այդպես։ Ուղղակի իր ցանկությունա կամ ուզում եմ ներգրավի Աստծո գործերի մեջ։ Գնացի Աստծո առաջ եմ ասում, մի բառ չեմ չափազանցնելու։ Ասեցի, ուզում եմ խոսամ ձեր հետ։ Ու սենց ասեց սենց վերջինս թողեցի հաշկեիցս արցունքը գնաց ասեցի լավ
մենք հայրանունով ենք դիմում, էլի մարիչներին, ասենք լավ, Միխայել ջան, չեմ ուզում ֆուտբոլ խաղամ, ասենց է, արդյոք ինչ եղե, ինչ խնդիր կա, ասի չէ, դուք ինչ չեք հասկանում, չեմ ուզում ֆուտբոլ խաղամ, ես չեմ գալու վաղվանից, գալիս եմ տուն, լացում եմ, ասում, Աստված ջան, ես ինչ եմ անելու, ոնց եմ ապրելու, ես ամբողջ կյանքս ֆուտբոլ եմ խաղացել, բայց ասենց միանգամից ոչ մի բան չկա, ինչ եմ անելու, բայց այն որ Աստված մխիթարեց ու 6 ամիս էր հեռուստացույցով ֆուտբոլ չէին նայում, հենց նայում ես, սիրտս լցվում էր, աշկես լցվում էր, ու հիմա մի հատ ուրիշ հարց էլ է բարդացել, բա տնեցիների ինչ եմ ասելու։ Իրանք չգիտեն որ հավատացյալ եմ ու չեն էլ իմանում որ հավատքի համար էս ամեն ինչը թողում եմ։ Մի խոսքով Աստված բայց այդեն շատ հեշտ ձևով մխիթարելով անցկացրեց, իրականում դա եղել է հաստատություն ու հենց որոշեցի որ էլ չեմ գնալու ֆուտբոլ խաղալու, միանգամից առաջարկ ստացա խմբակի ավակը ամփոփա թերթիկը բերեց, ասես գիտես Աստված ասում է որ պետքա սովորես Աստվածաշնչյան դպրոց, ինձ էլ երբ որ ասում են Աստված, ես սիողանում եի, կապ չունեի, կար թե չկար, տենց էր իմ մոտ որոշած ու էլի մտքիս մեջ ասում եմ Հայկ ջան, դու ուզում ես գցում ես Աստծո վրա էլի, չեմ սովորելու սենց, բայց ինքն ես վստահ ասեց, հիշում եք այն ժամանակ պիտի բերենք հովիվները երաշխավորային, ասեց, բայց չմտմանչանես, շտապես, գնա հաստատվի ու կգաս մանկանես, նոր ստորագրես կտաս հովիվը ստորագրի, ասի եղավ, գնացել եմ մեր հաստատությունը լեսա, այն ժամանակ սպասում ենք ծառայությունը լինում էր, ծառայության վերջում կամ բեմից հովիվը տենց մի հատ առանձնահատուկ քեզ վերաբերվող ինչ որ պիտի եկտող թողեր, չէ՞։ Արդյոք դու պետք է սովորես Աստվածաշնչյան դպրոց։ Այդպես ոչ մի բան չեղավ, ես էլ ուրախացա դուրս եկա, ասին հեսա կզանգեմ իմ ավակին, կասեմ Հայկ ջան, սխալվեցիր, դա Աստված չէր, դա դու էիր։ 2 րոպե չանցած իրար հետ երամսի ենք սովորում։ Մի հատ քույրիկ, ասենց այս արդյոք Աստված ասում որ դու պիտի սովորես Աստվածաշնչյան դպրոց։ Ասում Աստված ջան, ես քին ուր դու եկավ, սենց մտածում եմ, ասում ինչի ես այսքան մնացի, ինչի ես շուտ չգնացի։ Ասեց ուզում եմ որ դու սովորես Աստվածաշնչյան դպրոց, Աստված քեզ օրհնելու է, բարձրացնելու է, գիտելիքներ վստահելու է, անպայման Աստված կամենում որ դու սովորես, ասի կսովորեմ։ Եկա ասի ուզում եմ սովորեմ ու տեղից սկսեցինք ու հիմա մտածում եմ եթե ես ֆուտբոլը շարունակեի, Աստվածաշնչյան դպրոց չէի կարա սովորեի ու չէի կարա առասարակ Աստծո գիտելիքներ ձեռք բերեի ու Աստծո մեջ խորանայի ու Աստծո կամքը չէ լինի իմ կյանքում։ Գիտեք, ես այստեղ ուզում եմ ուղղակի մի բան նկատել, խնդիրը ֆուտբոլը չի, թանկագիններս։ Իրականում Աստված չի պայքարում ոչ ֆուտբոլի դեմ, ոչ որևէ սպորտաձևի դեմ կամ ինչ-որ մի գործնեության, մասնագիտության դեմ, ընդհանրապես ֆուտբոլը չի հարցը, այստեղ խոսքը գնում է մարդու կոչման մասին, այսինքն Աստված ֆուտբոլից ավելի անկողմ բան ուներ պատրաստած Արտյոմի համար, եւ որպեսզի ինքը կարողանար մտներ դրա մեջ, պետքա գնար Միքայելի, որը այդ ժամանակ իր համար ցավոտ էր, այո, դա իր համար պիտի արժենար այն, որ ինքը թողնելու էր ֆուտբոլը, չնայած իհարկե Աստված ողորմած է գտնվել Արտյոմի նկատմամբ, որ հիմա ինքը մարշչական գործնեությամբ միևնույնն է ֆուտբոլի մեջ է, բայց միևնույն ժամանակ լիարժեք նաև իր ծառայողական կոչման մեջ է որպես հովիվ եւ այսօր ինքը շատ հրաշալի ունի մարդկանց կյանքերի մեջ։ Շնորհակալություն Արտյոմ, որ դու լսել ես ու հնազանդվել ես Աստծուն, հասկանալի է ինչքան դժվար է եղել դա քեզ համար։ Արմինե ջան, Քննեմ վկայություն տաս, տեսեք, այստեղ խոսում ենք անընդհատ խոսք գնաց Աստծուն լսելու, արդյոք Աստված խոսում է, ոնց կարող ենք Աստծուն լսել, հասկանալ եւ համաձայնվել եւ մտնել։ Արտյոմը իր պատմությունը վկայեց, ինչպես է ինքը լսել եւ հնազանդվել ու մտել է այսօր լիարժեք իր ծառայության մեջ, բայց ես գիտեմ նաեւ որ քո եւ Արոյի կյանքում եղել է այդպիսի մի փուլ, որ ձեզ համար շատ կարեւոր էր ծառայողական առումով հասկանալ ինչ է Աստված կամենում։ Կվկայես մի քիչ դրա մասին։ Ճիշտն ասած, Աստված մեր կյանքում շատ հետաքրքիր ձևով է գործում ու մենք տարբեր վկայություններ ունենք, բայց ես այսօր կկիսվեմ մի հետաքրքիր վկայությունով ու մինչև վկայության անցնելը մի բան եմ ուզում ասել, սիրելի եկեղեցի։ Շատ ժամանակ մենք Աստծո խոսքը կարդում ենք ու երբեմն, չգիտեմ, ուղղակիորեն ենք կարդում, երբեմն այնքան ենք կարդացել, կարդում ու անցնում ենք, կամ միգուցե շատերս ոնց որ հեքիաթ նայենք այդ ամեն ինչի, չգիտեմ, ամեն մեկս մի բան կարող ենք հասկանալ դրա տակ։ Բայց ես մի բան եմ հասկացել, որ Աստծո խոսքի մեջ այն ինչ որ գրված է, իրականում գործում է։ Աստծո խոսքը կենդանի է։ Մեզանից է կախված։ Մենք այդ խոսքը կվերցնենք ու կդնենք մեր կյանքի մեջ, որ մեր կյանքը կենդանանա այդ խոսքով, թե մենք կկասկածենք, կթերահավատանք ու կերկմտենք այդ խոսքի հետ կապված։ Ու իմ վկայությունը շատ հետաքրքիր եղավ։ Ամուսինս աշխատում էր արտերկրում, Ռուսաստանում էր աշխատում, մի որոշակի ժամանակ այնտեղ մնաց, հետո եկավ Հայաստան։ Ու մենք ամուսիններով որոշում կայացրեցինք, ասինք այսուհետ կամ գնում ենք միասին ենք գնում, կամ չենք գնում, մնում ենք այստեղ։ Ու այնպես էր, որ ինքը աշխատում էր իմ մորաքրոջս աղջկա ամուսնու հետ։ Հետաքրքիր մի այսպիսի բան ստացվեց։
Մի օր Արոն արթնանում ասում է դու հասկանում ես մենք այդ որոշումը կայացրել ենք, բայց չենք կարա ընտանիքով մենք մեկնենք, որովհետև երեխեքի հարցը կա, երեխեքը սովորում են, իրենք նույնպես ֆուտբոլով են զբաղվում իմ տղաները, ես աշխատում եմ, չի լինի, այդպես անհնարին է, միգուցե երեխաները լեզվի հետ կապված խնդիր ունենան, ավելի լավ է դուք մնացեք, ես կգնամ։ Մի կողմից ասում եմ ճիշտ է, էլի ասում, տրամաբանություն կա իր ասացի մեջ, ներսս բան է փոխվում։ Մի օր արտանում եմ, ասում եմ, չէ, տենց չի կարա լինի, մենք որոշում ենք կայացրել, կամ գնում ենք, կամ մնում ենք։ Ու մենք բոլորս գիտենք, որ աշխարհում ամենավատ բանը դա անորոշությունն է, որ դու մի օր ուրիշ բան ես մտածում, մի օր դու ուրիշ բան ես մտածում, բայց դրա հետ մեկտեղ դու փնտրում ես Աստծո կամքը, որովհետև ինձ համար մեր ընտանիքում շատ կարևոր է Աստծո կամքը հասկանալը։ Այսինքն մենք չենք կարող արթնանալ մի բան որոշել ու անել, մինչև հաստատություն չունենանք, չենք անի։ Ու այսպես երկմիտ տատանվում ենք ամուսիններով, արդեն այնքան sense, չգիտեմ, մի հատ հասելա, չգիտեմ որտեղ, ու հետաքրքիր է, որ Հովիվ ջան, այս ժամանակներն էր, կոնֆերանսը պիտի սկսվեր։ Ես ու Արտյոմը իրար հետ էինք աշխատում։ Ինքը դուռը բացեց իմ կաբինետի ու ասեց իշխանությունով Աստված քեզ ասում է, մաքրվի, սրբվի, Տերը քեզ այցելություն պիտի անի ու պիտի խոսի քո հետ։ Դե ինքը գիտեր, որ մենք փնտրում ենք Տիրոջ կամքը ու անորոշության մեջ էր։ Ես ունենց վերցրեցի այդ խոսքը։ Եկա տուն, տանը մենակ էի, ծնկի իջա, ու գիտեք, երբեմն մենք աղոթք ենք անում շրթունքներով, բերանով, բայց Աստված ուզում է այն հոգու աղոթքը, ոնց որ ասում է ջերմերան աղոթք է Տերը մեզանից ուզում, ասում է, չէ, Եղիա մեզպես մարդ էր։ Ես այդ օրը շրթունքների աղոթք չբարձրացրեցի, ես այդ օրը հոգու աղոթք բարձրացրեցի, աղաղակեցի ու ասեցի, Տեր, գրված է, դու ոնց ամեն բան ցույց տվեցիր Գեդեոնին։ Գեդեոնը եկավ քո առաջ ու քո կամքն էր փնտրում, դու կետ հատ առ հատ իրան ցույց տվեցիր։ Դու երեք այսօր հավիտյան նույն Աստվածն ես, դու չես փոխվում։ Խնդրում եմ, իմ ու Գեդեոնի մեջ միթե տարբերություն կա։ Դու նույն Աստվածն ես։ Խնդրում եմ, որ ինձ հստակ քո կամքը հայտնի անես ու ազատագրես ինձ այս անորոշությունից։ Այսինքն աղոթում եմ ու հստակ Տիրոջ առաջ բերեցի նշաններ։ Ասացի, եթե քո կամքն է, որ մենք գնանք Ռուսաստան, դու ինձ այս նշանները ցույց տաս։ Կոնֆերանսը մի քանի օր հետո պիտի սկսվի։ Առաջի նշանը նա էր, որ ես խնդրեցի Տիրոջից, որ պիտի գնանք Ռուսաստան, հենց այդտեղի հովիվը, որ պիտի կոնֆերանսի լիներ, գար ու ինձ ասեր, երբ ես գալու Արմինե ջան, ես չեմ ճանաչում իրան, միայն Արոնն է ճանաչում։ Երբ ես գալու, որ միասին ծառայենք։ Երկրորդ նշանը, թող իմ հովիվը, Հովիվ Խաչիկը, հիշում եք կարմիր ժամանակ, որ ծառայությունից հետո իջնում էին հիվանդների համար աղոթում էին։ Հովիվ Խաչիկը երբեք ինձ նման բան չէր ասել, բոլորին ասել էր բացի ինձանից։ Ու ես ասացի, երկրորդ նշանը, Տեր ջան, թող իմ հովիվը գա, ինձ ասի Արմինե ջան, գիշնես հիվանդների համար աղոթես։ Եվ երրորդ նշանը, թող այդ ում հետ, որ մենք պիտի աշխատենք, ել մենք իրանց չենք զանգելու։ Ինքը հենց զանգի ասի չեք գալու, այս երեք նշանը դու ինձ ցույց կտաս Տեր, ու ես ամեն բան կթողնեմ ու քո կամքի համեմատ կգնամ, ել ոչ մի բանի չեմ նայի։ Կոնֆերանսը սկսվեց, մենք եկանք, ես դա միայն կիսվել եմ Արտյոմի հետ որպես վկայություն, որ մի հոգի էլ կա, որ իմանա ամեն բան։ Մենք եկանք, ծառայությունը սկսվեց, ոչ մի բան։ Հաջորդ օրը ինձ սիրտը գցում է, ես սպասում եմ մի ուրիշ ապրումով։ Հաջորդ օրը եկանք եկեղեցի, Արոն զանգեց, ասեց, որ այդ հովիվը ինքը այստեղ է, ուզում է քո հետ ծանոթանա։ Մենք դուրս եկանք Արտյոմի հետ, այդ հովիվը մոտեցավ ինձ, ասեց, ծանոթացանք, ասի, ես Արմինեն եմ, բան, բայց սիրտս գցում է, ուզում եմ ասեմ, դե ասեք, ինչ պիտի ասեք ինձ։ Ասեց, բա երբ եք գալու, որ միասին ծառայենք։ Ես ու Արտյոմը նայեցինք իրար, մի հատ չեմ կարող պատմել իմ ապրումները։ Վերջ, ասինք, դե Աստված առաջ տեսնենք ոնց կլինի։ Գնացինք, հաջորդ օրը նորից եկանք ծառայության, երեկոյան ծառայությունն է, վերջացավ, մեկ էլ Հովիվ Խաչիկը մոտեցավ ինձ, ասեց, Արմինե ջան, շտապում ես։ Ասում եմ, չէ, Հովիվ ջան, ինչի, ասում եմ, կարաս իջնես ներքև հիվանդների համար աղոթեք։ Ասում եմ, ոնց չեմ կարա, մինչև իջա ներքև հիվանդներն է բժշկվեցին, հավատացեք։ Իջա ներքև, արցունքներն աչքերիցս գնում է, գիտեք, շատ լավ էր, որ Տերը իմ պատասխանում էր ինձ, բայց իմ ապրումը սեն էր, որ Աստված, դու սեն կենթանի Աստված ես, դու լսում ես ինձ, մի հատ ուրիշ վերապրում ունեի։ Ու կիրակի օրը եկանք ժամը 12-ին վերջի ծառայությունն էր, գնացի տուն, երեկոյան մորքուրիս աղջիկը զանգեց, ոնց անցավ ծառայությունները, ասի լավ էր ամեն ինչ, փառք Աստծուն։ Ասեց, լսի, մի բան եմ ուզում ձեզ ասեմ, նայեք, դուք որոշեք ձեր ընտանիքով, եթե ուզում եք գաք, խնդիր չկա, դուք ձեր ընտանիքով որոշեք ու եկեք։ Ու այդ էլ իմ երրորդ հաստատությունն էր, ու մենք միասին ամուսնուս հետ որոշեցինք ու գնացինք, որտեղ որ Տերը մեզ տարավ, ծառայեցինք ու ունդեղ
իրոք որ Տիրոջ գործերը անքննելի են։ Մենք ընտանիքով էլ ավելի մտերմացանք Տիրոջ հետ, էլ ավելի ճանաչեցինք Տիրոջը, ծառայեցինք Տիրոջը այնտեղ ու երբ որ մեր ժամանակը հասավ, Տիրոջից նորից խոսք առանք ու նորից հետ եկանք։ Ու փառք Հիսուսին, որ Տերը կենդանի է ու իրան փնտրողներին պատասխանում է ու եթե մենք իրապես Տիրոջ խոսքին կարևորություն ենք տալիս, այդ խոսքը մեր կյանքում գործում է։ Ես այդ օրվանից Տիրոջ խոսքը վերցնում եմ ու մեր կյանքում օգտագործում եմ ու հավատում եմ, որ պտուղ է տալիս։ Փառք Հիսուսին դրա Փառք համար։ Տիրոջը։ Արո ջան, ես գիտեմ, որ շատ հետաքրքիր մի վկայություն կա, պատմություն կա քո հետ կապված։ Աստված ինչպես է փրկել քո կյանքը ռեալ մահից։ Եթե կարելի է համառոտ ներկայացնես այդ պատմությունը։ Երկը։ Ուրեմն տարիներ առաջ, երբ որ ես խաղում էի Պարսկաստանում, խաղի ժամանակ ոտքով ուժեղ հարված եմ ստանում դեմքիս ու վերևից շրթունքը ներսից բացվում է շատ խորը արնահոսություն։ Մի խոսքով, մեր բժիշկը դեղերով, մեղերով, տենց յոդով ինքը արունը կանգնացնում է ու տենց ես ամեն օր գնում եմ վերքը մշակում է, գալիս եմ, գնում եմ վերքը մշակում է, գալիս եմ, տենց անցնում է մի շաբաթ 10 օր ու 11-րդ օրը, որ գնում եմ վերքս մշակելու ու ես չեմ կարողանում, դաժե որ կանգնում եմ, սենց պուլսի պես խփում էր ես դեմքս, ես կողմս պուլսի պես խփում էր։ Ժամը 3:30 մեր թիմը գնում է Թեհրան խաղալու ու ես գալիս եմ երեկոյան տուն, իմ մենեջերը զանգում է, ասում է Արարատ, մարզիչ ասում է, որ հենց հիմա պետքա գաս։ Ես էլ սրտնեղած, ջղայնացած, ասում եմ, այդ չէին կարում, հենա իրար հետ կգնայինք էլի, ես գիշերվա կեսին ես ոնց գամ ու տնեցիկին էլ թողեմ մենակ գամ։ Մի խոսքով գնում եմ այրոպորտ ու ասում եմ Թեհրանի ռեսը որտեղ աստեղ երբ է թռնում, ասում է, հեսա ինքը թռնում է այդ ռեսը ու ես չգիտեմ տոմս չկա ու ես չգիտեմ ոնց մի հատ տարեց մարդինց մոտիկանում է իրանց պարսկերենով մի հատ sense չեք է տալիս, չգիտեմ, էդի գնում եմ ու ես երբ որ բարձրանում եմ ինքնաթիռ այդ բանը տալիս եմ, տոմսը տալիս եմ այդ ուղեկցորդուհուն ու իր հետևից գնում եմ, ես աչ ու ձախ նայում եմ, բոլոր տեղերը զբաղված է, բոլոր տեղերը, տեղ չկա ու գնում եմ ամենավերջում, ինքը ինձ մի հատ փոչուր աթոռ է տալիս, հետևում նստում եմ ես, նստում եմ հետևը, մի խոսքով գնում եմ, հասնում եմ տեղ, մարզիչ ասում է, վաղը կգնաս, ես ինչ կլինիկան, գնում եմ այդ ինչ կլինիկան, ռենգեն են անում, արդեն 11 օր անցել է, ասում է, պետքա քեզ վիրահատեն, ես պարկում եմ ու ինքը ցավազրկում է ու ինքը լանցետով ներսիցս մաքրելով բարձրանում է վերև ու ինձ ասում է գիտես չէ որ եթե մի օր էլ ուշացնեիր ուղեղի տեղ խփելու ու դու տեղնուտեղը մնար ու 11 կար են տալիս ես գալիս եմ հյուրանոց մարզիչ ասեց հարցրեց ամեն ինչ օքեյ է ասեցի այո ասեց դե կարող ես գնալ Ես ինչ եմ ուզում ասեմ, սիրելի եկեղեցի, Աստված մեզ շատ զորավոր է, շատ մեծ է, շատ բարի է։ Ես ոչ գիտեի, որ իմ վնասվածքը այդքան խորն է, բայց Աստված հո գիտեր ու իր բժշկությունը իջավ իմ վրա։ Դրա համար ինչ իրավիճակում էլ որ կլինենք, իմացեք, որ Աստծո հետ ապահով է։ Ամեն։ Փառք Աստծուն ձեզ համար։ Վերջում Անի ջան, ուզում եմ, որ քո խոսքով ամփոփենք։ Ուզում եմ քեզ հարցնել Քանի որ այսօր ամուսնացած զույգերի նվիրված տոնական օր ամես մոտ, տես արդյոք դուք ամուսնացած եք եղել դեռ այն ժամանակ, երբ որ Աստծուն չէիք ճանաչում, ու դու վկայեցիր, թե ինչքան ծանր ժամանակներ էին դրանք, եւ դու նաեւ վկայեցիր, թե Աստծուն ճանաչելուց հետո դեռ դրանք բոլորովին տարբեր ոնց որ կյանքեր լինեին։ Կարող ես ասել այդ տարբերությունը ինչ է տալիս Աստծով կյանքը եւ ինչ չունի այն մարդը, ով Աստծուն չի ճանաչում։ Իհարկե, Աստված մեծ է, ես 100% գրեթե վստահ եմ, եթե Աստված չայցելեր մեր կյանք, ես չէի ունենալու այն ինչ որ ունեմ։ Իրականում Աստված այցելեց
մեր կյանք, մեզ բերեց, ամրացրեց այստեղ եկեղեցում ու փառք Աստծուն, ունեցեք Աստծուն միշտ ձեր կյանքերում, անկախ նրանից, թե դու ինչքան լավ կին ես, ինչքան լավ ծնող ես, եթե Աստված չկա, եթե չգա չայցելի, իրականում ամեն բան փլուզման ենթակա է։ Շնորհակալություն Փառք Աստծուն ձեզ համար։ Շնորհակալություն Աստծուն այն գործերի համար, որ արել է ձեր կյանքում եւ ձեր միջոցով։ Եվ շնորհակալ ենք, որ այսօր կիսվեցիք ձեր կյանքի պատմությունով։ Ձեր ծափարություններով, սիրելիներս, Փառք Աստծուն։